Սիրելիներս ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմալիք։ Քանի որ շուտով Սուրբ Զատիկն է, իսկ այն շատ կարեւոր է մեզ քրիստոնյաներիս համար, պետք է նախապես պատրաստվել եւ ունենալ բոլոր պարտադիր ուտեստները սեղան բացելու համար։ Սակայն ուտեստներից բացի աղանդերը նույնպես շատ կարեւոր է, իսկ զատկական սեղանի ամենագլխավոր աղանդերը հայերիս համար կաթնահունցն է։ Այն խորհրդանշում է մեր աշխատասիրությունը, քանի որ պատրաստված է ցորենի ալյուրից եւ առատությունը։ Ինչպես տեսնում եք, կաթնահունցին հյուսքի տեսք ենք տալու, իսկ դա խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի գլխի պսակը հյուսված փշերից։ Դե ինչ, եկեք անցնենք խոհանոց եւ պատրաստենք այն։ Եկեք սկզբում խմորը պատրաստենք, հետո մինչև խմորը հասունանա, այդ ընթացքում կպատրաստենք միջուկը։ Իսկ միջուկը մեզ մոտ չամիչ է, ցուկատներ ու շոկոլադի մանր գնդիկներ։ Ուրեմն տաք կաթի մեջ, կաթը ես միկրոալիքային վառարանում եմ տաքացրել, դցնում եմ կարագը։ Ջերմաստիճանը այնպես ենք անում, որ կարագը հալվի։ Կամ կարող եք կաթը գոլ վիճակում օգտագործել, բայց կարագը հալած վիճակում գցնել կաթի մեջ։ Հալեցնում ենք կարագը, ավելացնում ենք շաքարավազը ամբողջությամբ։ Ես 2 չափաբաժնով եմ պատրաստելու, բայց նկարագրությունների բաժնում կգրեմ 1 կաթնահունցի բաղադրատոմսը, չափաբաժինները։ Լցնում ենք դրոժը, խմորիչը, այստեղ աղե ու վանիլին, ես միամանի մեջ եմ լցրել, դրա համար ամբողջը այսպես միասին լցնում եմ, բայց վանիլինը կարող եք ձվի հետ ավելացնել օրինակ, ոչ մի տարբերություն։ Ավելացնում ենք 1-2 գթալ ալյուր, մի քիչ շատ լավ, 3 եւ լավ խառնում։ Կարագի կտորներն ամբողջությամբ չեն հալվել, բայց ոչինչ, մինչև մենք ձուն ու ալյուրը պատրաստենք, այստեղ կարագը ամբողջությամբ կհալվի։ Եթե չէ, հետո ձեռքով կհալեցնենք, ոչինչ։ Սա դնում ենք մի կողմ, վերցնում ենք ալյուրը, այստեղ մի փոքրիկ փոսիկ ենք անում, ձուն մի քիչ հալում ենք, լցնում այստեղ, այնուհետև լցնում մեր կաթով զանգվածը։ Իմ ամանը ոնց որ փոքր է, ես հույս ունեմ, որ կհերիքի։ Այս ընթացքում, այս փուլում արդեն կարող ենք ձեռքով խառնել։ Հարիչը ես հեռացնում եմ ու սկսում ձեռքով խառնել։ Անձի ստրեսը։ Վստահ եմ շատ համեղ կաթնահունց է ստացվելու։ Լավ խառնում ենք։ Սկզբում որոշել էի առանձին պատրաստել, այսինքն 2 չափաբաժինը ոչ թե միանգամից պատրաստել, այլ մի հատ սովորական այդպես կաթով պատրաստել, երկրորդը կաթի մի մասին ավելացնել նարնջի հյութ ու մրգային համով պատրաստել, բայց հետո ճիշտ ասած մոռացա, որ այդպես էի որոշել։ Հիմա շուռ կտամ ու մնացածը սեղանի վրա կհունցեմ։ Այստեղ մի քիչ ալյուր եմ թողնում, հետո ընթացքում կավելացնեմ։ Գուցե կարիքը չլինի, ճիշտ է, չափաբաժինները պահպանում եմ, բայց ամեն դեպքում մարդ է, էլի։ Ես ալյուրը չեմ էլ ավելացնի։ Ես ճիշտ ասած սիրում եմ, որ նմանատիպ խմորները մի քիչ ավելի թույլ են ստացվում։ Իհարկե ոչ այնքան, որ խմորը տուժի ու չգեփվի, չթխվի։ Մի քիչ ուղղակի մի 20 գրամ պակաս ալյուր ենք դնում ու դառնում են ինչ որ ես եմ ուզում։ Բացարձակ չի կպնում, չնայած իմ ձեռնոցներն են դե նպաստում, որ չկպնի, բայց զգացում է, որ խմորը լավն է։ Այսօր հիշել եմ իմ տատիկի թխած նազուկները։ Հիշում եմ, որ ամեն վարդիվորին պարտադիր թխում էր, որ գնում էինք իրենց մոտ սար, ինքը պարտադիր նազուկներ էր թխած լինում, նենց զգացի, որ նենց կարոտել եմ այդ նազուկներին։ Զանգել եմ մամայիս, ասում կարաս թխես, ասում դե չգիտեմ թխել ոչ մի անգամ, բայց գիտեմ ոնց են անում։ Ասեցի, ուրեմն ես սպասում եմ, բայց ես իհարկե կուզեի իմ տատիկի թխած ուտել, փայտի վառարանի վրա դրսում, ամառվա շոգին դրսում փայտի վառարանի վրա, տնական կարագով իր պատրաստած։ Կան չէ ուտեստներ, որոնք մեր մանկությունն են հիշեցնում, ինձ թվում է դուք էլ ունեք, եթե ունեք նման ուտեստներ, մեկնաբանություններում գրեք, տեսնենք ով իր մանկությունը որ տեսակի ուտելիքի հետ է կապում։ Իմը մորական տատիկիս հետ կապված հիշողությունները հենց նազուկն է ու փռիտակացը։ Իսկ հորական տատիկիս հետ կապված հիշողությունները ուտելիքների հետ կապված մի քիչ ավելի շատ են, որովհետև դե մենք միասին ենք ապրել երկար տարիներ, իսկ հետո արդեն երբ որ առանձնացել ենք, մենք մեր տուն ենք գնացել, ամեն դեպքում նույն գյուղում ենք էլ եղել ու շփումը շատ ավելի շատ է եղել, քան մորական տատիկիս հետ։ Այնպես որ իր
իր հետ էլ կապված շատ հիշողություններ կան, ուտելիքներ կան, որ օրինակ այդ պահին հիշում եմ կամ տեսնում եմ ու միանգամից հորական տատիկիս եմ հիշում կամ իր պատրաստածն եմ հիշում կամ իմ մանկությունը հենց իմ հայրենի գյուղում դա եմ հիշում, վերջ, այսպես հավաքում ենք իրար վրա մի հատ ու դնում ենք այստեղ հասունանա, թողնում ենք մի կողմի վրա, սպասում ենք մոտարապես ժամ-ժամուկես ու մինչև ինքը ամբողջությամբ կհասունանա ու այդ ընթացքում պատրաստում ենք մեր միջուկը, ալյուրը մնաց ինչպես տեսակ, կարիքը չեմ զգում ավելացնելու, ես նկարագրությունների բաժնում կգրեմ ճիշտ չափաբաժինը, դուք 10-20 գրամ մինուս պլյուս արդեն ինքներդ խմորը ոնցելուց կհասկանաք, խմորը արդեն լավ հասունացել է, ես իրան մի անգամ նորից հետ եմ հունցել, երկրորդ անգամ ասա արդեն, տեսեք ինչ լավ ճրճռում է։ Հիմա շուռ եմ տալիս սեղանի վրա ու սկսում ենք աշխատել, 3 մասի եմ բաժանելու, որպեսզի ստանանք 3 հատ կաթնահունց։ Օգտագործելու եմ այսպիսի նաչինկաներ, այստեղ շոկոլադե շարիկներ են, խրթխրթան, իսկ այստեղ չամիչ է, տանը մի քանի հատ ֆինիկ արմավ կար, ես իմ որդվից, դա եմ կտրտել, մի քանի հատ, մի 4-5 հատ ծիրանի չիր կար, էլի չեմ հիշում որդվից, մի խոսքով դրանք էլ լրիվ կտրտել եմ, չամիչի հետ օգտագործելու եմ, հիմա խմորը շուռ տամ, բաժանում ենք 3 մասի ու այդ 3 մասը առանձին էլի 3 մասի, պարտադիր չի հավասար լինի, խմորը շատ լավ է ստացվել, շատ փափուկ է, սրանով կաշխատենք, սա արդեն լավ կլինի կշերքի միջոցով բաժանենք 3 մասի, որպեսզի հավասար լինի, ուրեմն կիլո 100 գրամ է, յուրաքանչյուրը 360-ի կարգի, տափակացնում ենք, այսպես երկարացնում ենք, այսպես ձեռքի մատերի օգնությամբ բացում ենք, նույնն է այս մյուսը, հիմա սկսում ենք նաչինկաները լցնել, այստեղ լցնում ենք շարիկները, այս երկուսի մեջ էլ լցնում ենք չամիչը, արմավը ու չիրը, կարող եք ոչինչ չլցնել, ուղղակի այսպես ձևավորել ու վերջ, ես լցնում եմ, որովհետև մերոնք սկսել են, այսինքն արմանչիկը սկսել է ուտել ու այսպես փաթաթում ենք, տեսեք վերևի շերտով ծածկում եմ ուղղակի չամիչները, հետո հաջորդ եզրը էլի բերում եմ դեպի մեջտեղ, և այդպես շարունակ, հիմա սկսում ենք հյուսել, հյուսելու ընթացքում աշխատում ենք, վերևից անենք, հյուսելու ընթացքում աշխատում ենք հաստ մասերը բարակացնենք ավելի, Վերջ, շատ գեղեցիկ ստացվեց, դեղնուցի ու կաթի խառնուրդով մի հատ լավ երես պատում եմ մեր հյուսքը ու վերևից մի քիչ մակ եմ լցնում, ճիշտ ասած կուզեի քունջուտ լցնեի, բայց փաստորեն չունեի, մագնիտում չկար,
Վերջ, դնում եմ մի կողմ ու միացնում ջեռոցը։ Մինչև ջեռոցը տաքանա, 180 աստիճանի տակ ենք թխելու, մինչև ջեռոցը տաքանա, մեր խմորը մի անգամ եւս կուռի, մի հատ լավ կհասունանա, հենց այս վիճակում։ Ես կտեղափոխեմ ջեռոց։ Այդ ընթացքում մնացած երկուսն եմ պատրաստում։ Աղջիկներ ջան, մեր կաթնահունցներն արդեն պատրաստ են, տեսեք ինչ գեղեցիկ ու կարմրաթուշ են ստացվել։ Մենակ մի բանի համար եմ ափսոսում, որ ցուկատները չեմ լցրել խմորի մեջ։ Վերջին պահին եմ նկատել, որ ցուկատները խոհանոցի կահույքի մի անկյունում այդպես դրված են մնացել, բայց արդեն ուշ էր, որովհետև ես խմորներն արդեն ձևավորել էի, հյուսքերն արել էի ու հնարավոր չէր քանդել, բայց ոչինչ, Արմանչիկը կուտի բախտը բերեց, որովհետև ինքը ցուկատ շատ է սիրում։ Դե ինձ սիրելիներս, մինչև կգնաք խոհանոց ու կսկսեք պատրաստել ձեր զատկական աղանդերը, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել վերջին օրերի ակտիվության համար, տեսնում եմ, թե ինչքան նոր հետևորդներ են ավելանում իմ էջին, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ թե հին հետևորդներին, որ շարունակում են հետևել ու մեկնաբանություններ թողնել, թե նորերին, ովքեր հետաքրքրված են, ինձ դրական խոսքեր են գրում, ես շատ շոյված եմ ու շատ հաճելի է։ Բոլորիդ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակտիվության համար ու ուզում եմ ասել, որ առաջիկայում անպայման կանդրադառնամ այն բոլոր հարցերին, որոնք ես տանում եմ, հավանաբար նոր հետևորդների կողմից են այդ հարցերը, որովհետև հները այդ հարցերի պատասխաններն արդեն գիտեն։ Դե ինչ, բոլորիդ շատ սիրում եմ, համբուրում եմ, լավ մնացեք։